այդ հանրապետությունում բոլշևիկներին տեղ տային եւ Ադրբեջանի խորհրդանացումից հետո 1925 մայիսին չհալածեինք Հայաստանի բոլշևիկներին, մայիսյան ապստամբությունը չճշերին, ապա չէինք արժանանալ Ռուսաստանի բոլշևիկների արգելակամություն։ Իսկ սկզբանե ասեմ, որ պատմության գրքերում դեպքերի միջևերջ չեն գրվում, որ իբրթե Լենինը եղել է հայերի դեմ։ Նա հայտարարում է, որ դուք լավ չեք պահում ձեզ։ Եվ միայն դրանից հետո սկսում եմ Օգոստոսով Քեմալի հետ։ Մոտարապես ախեն հուլիսի վերջ օգոստոս 20-ից։ Հիմա 91-92 թվականներին մեզ մոտ որևէ ստաբիլիզացիոն ուղղի բան չկա։ Մենք հիմնականում ունեցել ենք պարտություններ 91-ին կալցո օպերացիա եւ այլն։ 92-ին ունեցանք փոքր հաջողություն Շուշիի գրավմամբ, բայց Շուշիից հետո հանձնեցինք հսկայական տարածքներ, հսկայական։ Համարյա ամբողջ մարդագետի շրջանում։ Մենք հասկանում էինք, որ պետք է մեկը ունենա ավել իրավունքներ, քան թե մյուսը, որ երբ որ գալիս է երկու մանդատ ունեցող մարմինների բախմանը, այն ժամանակ մենք մի հատ առաջնային մանդատ ունեցող մարմիններ, Գերագույն խորհուրդ։ Ապա այնտեղ անցած փիչում ենք, այնտեղ կարծիք է առաջանում։ Այսօրում հաճախ ոչ թե որ մարդիկ վատն են, այլ որտեղ կարծիք ունի մարդը։ Դա իդեպների լավագույն Գերագույն խորհուրդն է։ Ասենք որ ես 18-20 ֆիլմերի մասին չեմ ասում, որ դա վատ են ինչ է, ես դասն եմ բերում։ Որտեղ միայն հիմա որ ուրիշի դասի վրա չի սովորում, անգամ իր դասի վրա չի սովորում։ Սովորես դու դաս։ Ասում ենք հանդիսելի ինչ կա։ Գալիս ենք մարդու մստացում ենք, ասում են ես ասեմ մստացում։ Հստակ որոշում կայացած, որ պետք է այդպիսի մի համակարգ, որ ցանկացած խնդրեմ բանավեճ, հատկապես կառուցվածքային մեջ լուծում աստանում։ Մեկը վերցնում է կամային ձև, ասում այո, այսպես է։ Սա այսպես են կառավարվում բոլորը։ Բայց ի՞նչ համար է դեմոկրատիա։ Դեմոկրատիան մեծամասնության հաղթանակն է, բայց որպեսզի մեծամասնություն լինի, պետք է փոքրամասնություններ լինի։ Եվ ինչ որ մեկը հենվելով դրա վրա լուծում է տալիս։ 1992 թվականի հոկտեմբերի 21-ին են ընտրությունները, ընտրվել է հանրապետության նախագահ, մենք 93 թվականից տարել ենք հաղթանակներ։ Մեր ամբողջ պատմության մեջ ունեցել ենք 26-28 վարչապետ։ Դրանից 3-ին է հաջողվել ինչ-որ հաղթանակներ ֆիքսել։ Եվ որ ես ասում եմ սա չի շատ հաջողորդի չի առաջինն է։ Սա չի շատ նախագահ չկա։ Սա չի շատ Ղարաբաղի դերեսի վրա։ Բայց սա շատ նոր է վերջում կառավարությունը մեր ղեկավարն է։ Եվ այդ վարչապետներից 3-ին հաջողվել ինչ-որ բան գրավել։ Մի փոքր հարցն գալքի ժամանակ, բայց նա հետո հունիս-հուլիսին ավելի զիջեցին։ Ի վերջո ստացվեց, որ տոտալ էֆեկտը դրական չի։ Մի 240 կիլոմետր խոշոր էր ժամանակ եւ 1540 կիլոմետր։ Բացարձակ ճշմարտություն։ Բացարձակ։ Ինչ ուզում եք գնահատեք, ոնց ուզում եք գնահատեք, ասեք գլուխ գովել եք կամ բայց։ Ի վերջո նորմալ գրեք պատմության գրքերը, որ այսօր երեխաները դա սովորեն։ Եվ եթե այդ ընթացքում մի հոգի չլիներ պրեզիդենտ, հնարավոր չէ հաղթանակապահով։ Հնարավոր չէ վարչապետը քաղաքական ուժերի հետ անդա կարողանա քննարկել, անել ճկունությունը կորում է համակարգի։ Միացյալ Նահանգներն ասում են, մենք ֆեդերատիվ պետություն ենք, եթե մենք վերացնենք պրեզիդենտի ինստիտուտը, մենք չգիտենք ինչ կլինի։ Բայց իրանք դեմոկրատիայի ու լիբերալիզմի լավիրան են աշխարհում։ Mēs ասում ենք Գերմանիան։ Գերմանիա ֆեդերատիվ պետություն է։ Գերմանիան երկու բան ունի, առաջնային մանդատով, մարմին ունի, ուրիշ է, չէ՞։ Ընդ որում Գերմանիայից չենք հետևում, նրանց պրեզիդենտը 5 կետով բան ունի իրավասություն, մերը նորը 27։ Լավից պրեզիդենտը ամեն ինչ նշանակում է համարյա թե հնի պես։ Վերջում են մտցրեցին 138 հոդվածը, որ հիմնական պաշտոնները եթե պարլամենտը 2/3-ով 3/4 5 ժամանակով ցուցանակում է, իսկ դուք գիտեք, որ ոչինչ ավելի հավես չեք այդ ժամանակով։ Մենք ասում ենք մի ռիսկի ենթարկեք, փորձության մի ենթարկեք։ Մի տարի հետո ժողովուրդ, քանդվենք, տեսնենք այս անգամ տնտեսական աճ կա գնում։ Սա ոչ քաղաքական ուժեր, սա հարմար են գնում։ Իրենց տեսակետից։ Ինձ ասում են, ախր դու մնում ես լիբերալներ դաշտում ուզեն լիբերալները պետք է ասեն, բան քեզ լավ է, գուցե։ Ես անձնական բան չեմ հետապնդում։ Տեսնում եք պետության մեջ, ես եղել եմ պետության մեջ։ Շատ լավ հասկանում եմ պետության գնեսալու դեպքը։
Եվ գտնում են, որ վտանգավոր է խաղը, անտեղի։ Պարոն Բագրատյան, իսկ ասում են, որ սրանով խուսափում են քաղաքական առճակատումից, որի արդյունքում 98-ի նախագահը հրաժարական է տվել եւ 99-ի հոկտեմբերի 27-ին ունեցել, որը ազգային ժողովում էլ է տարբերակը շատ հնչել։ Դուք այդ պատճառաբանմանը երազում են քաղաքական առճակատումից, որովհետեւ առճակատում չլինի, կլինի միասնություն, պարզապես շատ արագ դիկտատուրա կլինի մեծամասնությունը վերջ։ Այդ տեսակետից զիջում են, կարծիք այսօր չլինի։ Իսկ 98-ի սահմանությունը ինչ պատը եղել։ Նույնիսկ առաջին նախագահան, որ այդքան մեծ բան արել, հանրությունը կամ հասարակության մի մասը, չգիտեմ, հիմա մեծ թե փոքր, գտել է, հանրությունը գտել է, որ դա սխալ է։ Եվ բարեբախտաբար մեխանիզմն այնպես է եղել, մարդը հեռացել է։ Իսկ հիմա հնարավոր չի, որ այդ մեկը հեռանա։ Իսկ եթե մարդիկ սկսում են ընտրել, որ հեռանալ չկա, հասկանում են, որ պատիժը չկա, ինչ ուզես կարող ես անել։ Եվ կտեսնեք օրեցօր ավելի վատացող կառավարման բան։ Պարոն Բագրատյան, հաջորդ խորհրդարանում ձեզ տեսնում եք